Այսօրվա մեր դասի թեման է ֆիդայական կամ հայդուկային շարժումը Արևմտյան Հայաստանում։ Նախ ուզում եմ ձեզ ներկայացնել ինչ է նշանակում ֆիդայական շարժում կամ հայդուկային շարժում, որ ընդունված է Եվրոպայում։ Հայ շարժումն առաջացել է թուրքական Օսմանյան լծի տակ գտնվող պետությունների տարածքում, որոնք երկար ժամանակ պայքարում էին թուրքական զավթիչների դեմ։ Ֆիդայական առաջին խմբերը Արևմտյան Հայաստանում ստեղծվել են Կեսարիայում, Վասպիրականում, Տարոնում և հետագայում արդեն մնացած մյուս տարածքներում։ Առաջին ֆիդայիններից է Անդրանիկ Բազանյանը, Արաբոն, Աղբյուր Սերոբրը։ Ֆիդայինների հետ մասնակցում էին նաև հայերի իրավունքի ազատագրմանը նաև կանայք, Սոսե Մայրիկը, Աղբյուր Սերոբրի կիններ, Աննա Մայրիկը։ Նախ եկեք պարզենք ով էր ֆիդային, ինչի համար էր նրա պայքարը։ Սկզբնական շրջանում ֆիդայինները հիմնականում փորձում էին հայ գյուղացիների կյանքն ունեցվածքը պաշտպանել քուրդ հարստահարողներից և միայն վրեժխնդրությամբ էր ունեցված։ Հետագայում այս շարժումը լայն թափ ստացավ հատկապես 1890-ական թվականներից, երբ ստեղծվեցին արդեն հայկական ազգային կուսակցությունները և ստեղծվեցին հայկական ֆիդայական խմբերը։ Ով էր ֆիդային, ինչ էին ցանկանում դրան։ Ֆիդայինները դրանք այն անձնավորություններն էին անձին, որոնք մինչև ֆիդայական խմբերի շարքն ասելը երդում էին տալիս։ Ես կցանկանայի խնդրեմ մի փոքր հատված ընթերցեք բարձրացնել։ Ահա մի պատահի կամպանի ֆիդայի Մինաս Տեր-Մինասյանի հուշերից, ուր վեր է հառնում հայ ֆիդայի ու վեհաշուկ կերպարը։ Ֆետայի դիրքը շատ գրավիչ է և ազդու, բոլորն առհասակով մարդիկ և 25 տարեկան են մեր։ Անոնց մեր ոմանք ալեհեր են, բայց ընդհանրապես անոնց տարիքը կինտան 25-ից և 40-ի միջև։ Ֆետայինները դեմքով տարբեր են, հասարակ գյուղացիներ, թեև բոլորն են այլ գրեթե գյուղացու զավակներ։ Մշով ֆետայի ջեմելով կքայլեր, երբ կանցներ կարծես վիշապի նման ձեր վրա պիտի ցատկե։ Արագաշարժ ու ճարպիկերի շարժումների մեջ։ Անոր տնճռոտ երեսը ոչ կարմիր ունի և ոչ արսպիտակ, տաքով ու պահով թրծված պղնձի գույնով է ներկված, ոմանք փալապեղ, մյուսները ածիված, դեմքերեն լուրջ են և խոհուն, ոչ լացի և ոչ շրջանցքի հետ կնշմարե անոնց վրա։ Շատերը կարծես պողպատե շինված արձաններ են, քիչ մը զայրույթ և քիչ մը այլ դանաժանության գծագրված ծնոտներում վրա և աչքերում մեջ։ Ծիծաղալու կամ ուրախանալու ժամանակ այդ գծերն անշեղ կպահե և սառը ազդեցություն կթողե ձեր վրա։ Վաղ աշխարհույսին գեղեցիկ են խումբերը ֆետայիններում։ Մեջքներին կապած են հալապի, լահորի կամ տեարպեքի գոտի։ Սուրում վրա 4 կապ, կաշին պատրոնալ 240 փամփուշտ մոսնի։ Կողքներում մաուզեր, դարձյալ մեջքներում 140 փամփուշտներ, 10 հարված քաններ։ Իսկ այդ բոլորի վրա ամուր կքաշե գոտին, խեչալի գոտին, որում կապված է կեռ խենչալու, մսրի կամ դանակոսի։ Ահազդու է իր տեսքով, բայց անոր մեջքին շուրսախված ծանրությունները գեղեցկություն կուտան անոր երկար հասակին։ Ավելի կգեղեցկացներ ֆետայի անոր ուսերեն ձգված, խաչկապ բաց պատրոնականները, երկունք միասին 280 չափ ծսպողուն փամփուշտներով։ Կգեղեցկանա մարդու աչքերին ոմանք պչված կքալ։ Ֆիդայական խմբերին անդամագրվել ու յուրաքանչյուր անձ, ով պատրաստ էր իր կյանքը զոհաբերելու հանուն հայրենիքի, տալիս էր երդում։ Եկեք միասին նայենք այդ երդման տեքստը Զորիմիրով հայտնի ֆիլմից։
չեմ բարձրացնի, երդվում եմ, կրծի մեջ ինքերոջս չեմ լքի, երդվում եմ։ Եթե երդնազանց եղար, քո պարանոցի կմոտենա ֆիդայու արդար սուրը, եթե երդնազանց լինեմ, թող իմ պարանոցին մոտենա ֆիդայու արդար սուրը։ Բայց դներ, հայ, ովեք չես գորգի, ես Հերոյի ով արդեն։ Հերոյի, բադայի ուժորոդի ներշկասերնի կոսեդի մեջ ինչ ինիս։ Սուրբ կարապետին մոն կվարեն, որ են ծերեի չիք դարնա, և որ ողվի հայրենիքից է։ Ապրես զգուկ, յոր զգուկ, յոր հաջը համարավի, հատուրան։ Սա արվենակի զեգն է խելում։ Հայ հրամանատարները, զինվորականները փոքրաթիվ ուժերով մշտապես լարվածության մեջ էին պահում հակառակորդին, նրանց հասցնում անսպասելի հարվածներ, բարոյալքում նրանց, հատկապես գիշերային ժամերին էին հարձակումներ գործում, խուճապահարանում և հետագայում արդեն հասնում հաղթանակի։ Այս ամենը իր աշխատության մեջ հմտորեն ներառել է հայ անվանի զորավար Անդրանիկ Օզանյանը իր մարտական հրահանգներ աշխատությունում 1905 թվականին հանգրվանելով Բուլղարիայի Ֆիլիպպե քաղաքում Անդրանիկ Օզանյանը գրեց իր մարտական հրահանգներ աշխատությունը, որի մեջ հստակորեն ամրագրված էր ֆիդայական շարժման մասնակիցների գործողությունները ցանկացած իրադարձության մեջ։ Հիշատակության է արժանի հայ ֆիդայիների կողմից կատարված մի քանի սխրագործություններ, մասնավորապես 1897 թվականին 250 ֆիդայիներ Վարդանի և Նիկոլ Դուշմանի գլխավորությամբ արշավեցին Մազրիկ ցեղախմբի վրա, որը նախորդ տարի Վանից նահանջող 800 հոգյանոց հայկական կամավորական ջոկատին ոչնչացրել էր։ 250 ֆիդայիները վրեժխնդրությունով լցված կարողացան իսպար վերացնել Մազրիկ ցեղախմբը։ 1901 թվականի նոյեմբերին Անդրանիկը 37 ֆիդայիներով Գեորգ Չարուշի հետ միասին ամրացավ Մշոտ Սուրբ Աղաքելոց վանքում։ Այս վանքը հնարվիկ էր պատերով գտնվում էր Մուշ քաղաքից հարավ-արևելք բարձրադիր վայրում, որն էր Անդրանիկի նպատակը։ Նա ամրացավ այդ վանքում իր 37 ֆիդայիների հետ, հետագայում նրան միացան շրջակա գյուղերից ևս զինված գյուղացիներ, ընդհանուր թվախումբը դառավ 200։ Այդ մասին իմանալով թուրքական կառավարությունը անմիջապես ուղարկեց զորք, շրջապատեցին վանքը և Անդրանիկին հրամայեցին հեռանալ վանքից։ Սակայն Անդրանիկը կարողացավ իր հմուտ ռազմավարության շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում հանձնալի հակահարված տալ թուրքերին և շուրջ 2 շաբաթ տևած փոխհրաձգության ընթացքում թուրքերը ոչ մի առաջխաղացում չունեցան։ Անդրանիկը բանակնացներին ներկայացրեց իրենց պահանջները։ Սպանված 50-60 անձանց ընտանիքներին տալ փոխհատուցում։ Յուրաքանչյուր գյուղից հավաքվելիք 10-որդը գյուղացին ինքը պետք է հավաքի և հանձնի կառավարությանը։ Այն քրդերը, որոնք միշտ հարձակում են գործել գյուղացիների վրա, պետք է զինաթափ անել և պաշտպանել։ Այն բոլոր գյուղերը, որոնք գրավված են, պետք է վերադարձնել հայաբնակ նահանգներում իրականացնել խոստացված բարենորոգումները, ցրել բոլոր համետյան զորամասերը։ Բնականաբար թուրքերը այս ամենը ընդունեցին, բայց ոչ մի քայլ հետագայում չկատարեցին, բացի մի քանի օր հետո նրանք ազատեցին 31 քաղբանտարկյալների։ Այստեղ այս հանդիպման ժամանակ բանագնացների Անդրանիկը կիրառեց մի փոքր ռազմական խորամանկություն, զենք զինամթերքը արդեն սնունդը սպառման եզրին էր, և Անդրանիկը բանագնացների մինչև գալը կարողացավ այնպիսի տպավորություն ստեղծել,
տատարկարկղերը լսվեց հնոտիներով, վերին արկղները լիքը փամփուշտներով, զենք զինամթերքով ստեղծեց այնպիսի տպավորություն, որ դեռևս բավականին ժամանակ ֆիդայինները կարող են դիմագրավել։ Այսինքն սա ունեցավ բարոյական հոգեբանական առավելություն թուրքերի նկատմամբ, բայց իրականում արդեն Անդրանիկի զենք զինամթերքը սնունդը սպառման եզրին էր։ Եվ արդեն ասեմ ձեզ, որ թուրքական բանակում տիրում էր համաճարակը, զոհեր նահագին էին, զինվորների տրամադրությունը անկում էր ապրում, օգտվելով առիթից նոյեմբերի 27-ի գիշեր Անդրանիկը իր խմբով տեղացող ձյան շնորհիվ սավաններով փաթաթված կարողացան առանց որևէ զոհի թուրքական զորախմբերի միջով անարգել հեռանալ Սասուն։ Մշվառակելով Սուրբ վանքի կռիվը հսկայական ազդեցություն ունեցավ եւ ամբողջ Եվրոպայում ֆիդայինները նորից հերոսացան։ Բոլորը խոսում էին նրանց մասին։ Այսինքն Անդրանիկին հաջողվեց իր կատարած այս փոքրիկ քայլով եվրոպական պետությունների ուշադրությունը բևեռել հայկական հարցի վրա։ Դեպքերն բերենք միասին փորձենք ինչ պատճառ դարձավ, որ ֆիդայական շարժումը մանավանդ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո վայրեջ կապրեց եւ վերջին հաշվով այն պարտություն կրեց։ Խնդրում եմ նշեք պատճառները, շնորհակալ։ Գործողությունների մասնական ծրագրի բացակայությունը։ Շնորհակալություն։ Դրան միավորելը ապարդյուն փորձերը։ Շնորհակալություն։ Նշանու ուժերի գերակշռությունը ֆիդայինների վրա։ Շնորհակալություն։ Այսինքն չնայած ֆիդայինների անձնուրաց պայքարին, ցավոք սրտի այս շարժումը դատապարտվեց պարտության։ Չնայած պարտությանը իր շնորհիվ ֆիդայական շարժման 100,000-ավոր հայեր փրկվեցին թուրքական կոտորածներից։ Ես ձեզ կխնդրեմ ձեր գրականության ուսուցիչներին կամ գրադարաններից ճարեք, կարդացեք Խաչիկ Դաշտենցի «Ռաշպարների կանչը» կամ ինձ բախ տվեք Կարո Պողոսյանի գիրքը։ Կխնդրեմ ձեր մոտ նշումներ կատարեք, սիրելի աշակերտներ, ովքեր մանրամասն ներկայացնում են ֆիդայինների կերպարը։